Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է, բարև ձեզ պարոն Մարության։ Բարև ձեզ։ Ես վաղուց էի ուզում ձեզ հրավիրել, բայց ստացվեց այնպես, որ մեր հանդիպումը տեղի ունեցավ աշնանը, պարոն Մարության։ Շատերի դեպքում, տեսեք, շատ բանաստեղծներ են գովերքում աշունը, կոմպոզիտորներ, շատ երգեր են ձոնված աշնանը, բայց կան մարդիկ, որ ասում են, որ աշունը դա տարվա ամենաթախծոտ եղանակն է։ Ինչպիսին է աշունը ձեզ համար։ Եվ ինչ հիշողություններ է արթնացնում։ Այդ որ ասեցիր, բայց մենք հանդիպեցինք աշունը, ես հիշեցի ճտերն աշնանն են հաշվում։ Հա, լավ է կարել, որ աշնանն եք կանչել։ Դե գիտեք ինչ, մենք ապրում ենք մի աշխարհում, մի երկրում։ Մեր երկիրը աշխարհի ամենալավ երկրներից մեկն է, ինչու՞։ Մենք ունենք 4 եղանակ տարվա, չէ՞։ Ամառ, աշուն, ձմեռ, գարուն եւ ամեն մեկը իր գեղեցկությունն ունի։ Մեր ժողովուրդը մի քիչ այդ բանը մոռացել է, չի հասկանում, ամառն ասեն, այս ինչ շոկ է, այս ինչ շոկ է։ Այմորդ ասում են, բա մենք 4 եղանակ ունենք, մենք ամառը լինի Դուբայ, ձմռանը լինի Սիբիր, չէ՞։ Ամեն ինչ պիտի տեսնենք։ Եվ այդ եղանակներից իհարկե ամենալավը վերջո գարունն է, այդ որ ամեն ինչ ծաղկում է, նորից աշխարհը շունչ է առնում երկիրը։ Բայց մեր բախտը էլի բերել է, չէ՞, այդ աշունն էլ ոսկե աշուն է մեր, այդպես են ասում, չէ՞։ Բայց ասում են նաև ժամանակը շատ արագ է թռչում, աչքդ թարթում բացում ես, մեկ էլ տեսնում ես նորից գարունը կամ ամռանը, այսպես չես էլ նկատում ամառը ոնց անցավ եւ սկսում ես նոր տարի դիմավորել։ Նայած որ տարիքում։ Իմ տարիքում ժամանակը շատ արագ է թռչում։ Իսկ երիտասարդները դա բան է, իրանց մոտ մի քիչ ուշ է անցնում։ Չնայած ասում են հիմա ինչ ասես ասում են։ Ինչու է ձեր տարիքում շատ արագ թռչում ժամանակը։ Որովհետև Ռուբեն Ախվերդյանը հանճարեղ երգ է գրել, որքան արագ է անցնում մեր կյանքի ժամանակը։ Հենց երգ ունի հանճարեղ, չենք Շարլ Ազնավուրն էլ ունի գրել է, չենք հասցնում աչքներս բացել։ Անցնում է մանկությունը, երկու բառ չխոսացած անցնում է պատանեկությունը։ Չենք հասցնում ոչինչ անել, տեսնում ենք արդեն ծերացանք։ Հետո երգի վերջում հանճարը ասում է ֆինի, վերջացավ։ Ասեմ մեր տարիքում, որտեղ ամեն օր որ ծնվում, արթնանում ես, ոնց որ նորից ծնվես։ Ասում ես շնորհակալ եմ քեզնից, որ այսօր էլ արթնացա ու պիտի ապրեմ։ Այդպիսի բան կա, ամեն օր շնորհակալություն ես հայտնում այդ օրվա համար։ Դրա համար արագ անցնում։ Պարոն Մարության, հաջորդ տարի կնշենք ձեր 75-ամյակը հոբելյանական, վստահ եմ մեծ երեկո կլինի Մայր թատրոնում, բայց տարին հոբելյանական է լինելու ձեզ համար։ Կա այսպես մի բան, որը եթե հիմա նորից տրվեր ապրելու ձեզ հնարավորություն այդ 70 սկզբից սկսելու ամեն ինչ, նորից նույն կերպով կընթանեք, թե ինչ որ բաներ կլիներ, որ կփոխեիք։ Ես մտածում եմ, որ ես էլի ծնվել եմ, եկել եմ այս աշխարհ կրթվելու։ Ինչ-որ բաներ պակաս է եղել այն կյանքում, հիմա նորից եկել եմ վերադաստիարակվելու։ Զարմանալի բան է, էլի, որ ես իմ շրջապատում նկատում եմ, էլի, որ մարդիկ կան, որ մի քանի անգամ էլ գան, որովհետև չի հասցնի կրթվի։ Պիտի աշխատել ինչ որ հնարավոր է վերցնել, իսկ եթե նորից պիտի ծնվեմ, եթե դուք պրոֆեսիայի մասին եք հարցնում, Չէ, կյանքի նաև։ Կյանքի մասին։ Ես չեմ որոշելու ինչ ճանապարհ եմ անցնում։ Նու ամեն դեպքում ինչ որ մի բան, որը չգիտեմ, 51 տարեկանում այս մի բան այսպես է կարել, բայց հիմա եթե տարիների ընթացքում չէ, մարդը ավելի իմաստուն է դառնում։
Այդ ժամանակ ասեք, այս բանը այսպես կանե, որ ավելի ճիշտ է։ Այդ հայտնի բանը չգիտես, որ երբեք մի փոշմանի արածի համար եթե ինչ-որ բան էլ սխալ ես արել, աշխատի ուղղել, ու նենց գիտեք ինչ, կյանքը նենց զարմանալի բան է։ Հաճախ մենք անընդհատ սխալվում ենք մեր կարծիքների մեջ։ Սա սենց էր, այս բանը սենց պիտի լիներ, հետո անցնում է ժամանակ, տեսնում ենք, որ չէ, Չերչիլը ճիշտ էր։ Հետո մի քիչ էլ ժամանակ անցնում, տեսնում ենք, այ մարդ, այս բանը, այն Ռուզվելտն էլ էր ճիշտ, բարձվում է Դգոլը ճիշտ էր, Ստալինը ահագին ժամանակ անցել, հիմա բարձվում է Ստալինը ինչ արել է, ճիշտ է արել, սկսում են այդպիսի բաներ խոսել, չէ։ Ասում են, ես իմ մասին չեմ ասում։ Մինչև այդ ասում էին, էսա Բերյան դավաճան է, հիմա ասում են, գիտեք, եթե Բերյան չլիներ, մենք ես ինչը չէինք հնարի։ Այ քեզ բան։ Ուրեմն մենք անընդհատ սխալվում ենք։ Մեր կարծիքներ ունենալու ժամանակ մենք պիտի զգուշ լինենք։ Գուցե այնտեղ մի հատ հայերը լավ խոսք ունեն, հանկարծ այնպես չլինի, որ վարում գտարսաճի։ Դրա համար ես աշխատում եմ, այդ որ ասում եք իմաստություն չգիտեմ ինչ կյանք եմ ապրել, աշխատում եմ զգուշ լինել։ Այնպես շուտ այնց ամպագորգոր կարծիքներ չասեմ, էլի։ Եվ դա նկատվում է ձեզանից, դուք բավական զուսպ եք շատ հարցերում, պարոն Մարության, բայց Ֆայինա Ռանևսկայան մի հետաքրքիր բան է ասել, որ կյանքը պետք է ապրել այնպես, որ հետո քեզ հիշեն նաև սրիկաները։ Ռանևսկան ինչ ասես կասի։ Դե իր կարծիքով դա այնպես պիտի, օրինակ գիտեք ինչ մի առիթով մի հատ դեր էին առաջարկել, տեղ ինչ-որ ես պիտի խաղայի գող, դե գիտես ես հայտնի քրեական դերեր խաղացող եմ, և քրեական դերեր, ասեցի մի հատ ուղարկեք կարդամ, տեսնեմ այդ ինչ է էլի, ուղարկեցին, կարդացի լավ էլ նենց դեր էր, սցենարը հետաքրքիր էր բան, հետո հասա այնտեղ, որ այս գողը ինչ-որ բարեկամանում է ոստիկանության աշխատակիցների հետ, չգիտեմ ինչ, ու իր ընկերներին ինչ-որ դավաճանում է բամա, ես է ծալեցի, ասեցի, այդ ես չեմ կարա խաղամ, տեղից ասին, բայց ինչի լավ դեր է, բան ասի չեմ կարա, ասի, ես տենց ընկերներ ունեմ, ասի էլի, նենց ավտարիցից, ես չեմ կարա իրանց խաթրին կպնեմ, ինչ չի սազում էլի, ու հիշեցի Արմեն Ջիգարխանյանին, որ ասում էր միշտ դերը ստանալից, գիտես, չէ աշխարհի ամենաշատ դերերն ինքն է խաղացել, ասում էր մի րոպե, ասում է դերը նայում, բա իմ իմիջը, Ջիգարխանյան Արմենի իմիջը, չէ, այնպես չի է, որ ես դերասան եմ, ինձ ինչ դեր տակ պիտի խաղանք, չեղավ, այ ախպեր, ես չեմ կարել, նես դերեր կան չեմ կարել, ուղղակի խաղալ, որը, նո ասենք, տղամարդ, որը կանացի շեղումներ ունի, ախպեր չեմ կարող խաղամ, մեկ ուրիշին թող խաղա։ Այսինքն այստեղ ձեզ համար ընդունելի չէ, որ գողը դավաճանում է շրջապատին եւ ոստիկանների հետ ընկերություն։ Ուրեմն դուրս եկավ, որ այդ մարդիկ ինձ հետո կհարգեն, ասեն, այտես այս տղան ինչ որ բան հասկանում է, էլի, ասում է, չէ, պետք չի, էլի, չի կարելի։ Մենակ այդ չի։ Նոր մի քիչ առաջ էլի ասեցի, որ հանկարծ նես չլինի, որտեղ մենք անդադ սխալվում ենք, մեր այդ Ռանևսկայան դա է նկատի ունեցել, մի քիչ զգուշ եղեք ապրելուց։ Դուք ավելի քան 100 դեր եք խաղացել թատրոնում, կինոյում, սերիալներում, տեսեք դերերից խոսեցիք, Էլիզբարով պատվի համարում, Թալիատ Փաշա ոտքի դատարանն է գալիս, նույն Ջոն Արքա այդ դերերի հետ, այսպես համաձայն եք եղել Էլիզբարովի հետ։ Մի հատ sense հայտնի բան կա, ասում է գովիր ինքդ քեզ, հետո ժամանակը կանցնի, գովեստը կմոռանան, գովեստը կհիշեն ու կմոռանան ով է գովել։ Հիմա ես ինքս ինձ գովեմ, մի առիթով գնացի Սոս Սարգսյանի մոտ, ռեկտորներ, հա ջան արի ասեց, արի, ավտարից է դա էլի Սոսը ինձ համար, մեր ասպարեզում ինքը, ասեց արա մի բան պիտի ասեմ քեզ, այն օրը քո մասին էի մտածում, գիտես, ու շատ զարմանալի տղա ես,
Ինչ խաղացիր, օր լավ խաղացիր, գիտես։ Դա ինձ համար, գիտեք, ինչա աշխարհի ամենամեծ պարգևն է իր այդ խոսքը։ Չէ՞։ Իհարկե։ Իսկ տարիներ առաջ ես խաղում էի Գոյա, Անտոնիո Բուերո Վալիեխո, երբ քնած է բանականությունը, հրեշներ են ծնվում։ Արթուի Վարդերեսյանը իմ լավ ընկերն էր։ Տարիքի տարբերություն կար, բան կար, տաղանդի բայց ինքը ինձ հետ ընկերություն էի անում ես իր հետ։ Ինքը ինձ միշտ որ տեսնում էր, ասել բարև ենթավարպետ, այս մարդես կինը ինձնից ինչ ա ուզում ենթավարպետ, բայց դե Արթուի Կարպովնան ասում է, դեն չէի անում, էլ իր ենթավարպետ։ Մի օր ներկայացում եմ խաղում, բեմում միամիտ նկատեցի, որ ինքը նստած է դահլիճում, մտքիս մեջ ասեցի, եկելա որ նայի, բանը է, հաճելի բան է, էլի։ Հետո ներկայացում որ վերջացավ, ես հագնվում էի, դուռը ծեծեց։ Ես ասեցի, ով է, բացեցի դուռը, ոյ ասի Վարդուի Կարպովնա, դուք եք նայում էիք, հա, դեպտի հարցնես, ասի ոնց էր, արդեն վարպետ ես դարձել, ասեց ու գնաց։ Հիմա մտածում եմ, ասում եմ, բա դրանից այն կողմ գնահատական, էդ ով պիտի ասի, չէ, որ ես ինձ լավ զգամ։ Հիմա հետ դառնան գովիր ինքդ քեզ, գովեստը կմնա, հետո ով է գովել կմոռանա։ Պարոն Մարության, մեր զրույցի սկզբում դուք ասացիք, որ իմ տարիքում, երբ կյանքը շատ արագ է ընթանում եւ ամեն առավոտ երբ արթնանում եմ, ասում եմ շնորհակալ եմ, որ այսօր էլ արթնացա, բայց այսպիսի մի բան կա, որ ասում են ամենամեծ նվերը, որը տալիս է մեզ կյանքը, այն մարդիկ են, որոնց մենք ասում ենք շնորհակալ եմ, որ կաս։ Հա, հասկացա, դու խոսում ես իմ կնոջ Ալայի մասին։ Դրա մասին լավ պատմություն կա, մենք արդեն 49 տարի է, 75 տարեկան որ դառնամ, կլինի 50 տարի, որ մենք միասին ենք, 50 տարվա ամուսիններ ենք։ Այսպես կոպես մի լավ տղա հարցրեց, ասեց, ինչպես է 47 տարի, նու ասենք 47 տարի, բան, ես ինձ երկար նայեցի, ասի տղա ջան, ասի, քեզ էլ թվում է մենք 47 տարի տանջվել ենք, տենանք այդ ոնց է անցնում, չէ, մենք մեր համար ապրել ենք, հետո սենց շուռենք, ասենք 47 տարի ոնց անցավ, բայց տենց չի, դա հաշվելով չի, դա չգիտեմ, տենց մեկ հանդիպում են էլի տենց մարդիկ, որ իրար հետ այդքան յոլա են գնում, սկզբից սիրում են, հետո չգիտեմ ինչ են լինում, հետո էլի են սիրարվում, հետո ուրիշ ձևի են սիրում իրար, հետո ուրիշ ձևի են հարգում իրար, այն որ ասում են կա հարգանք եւ սեր, հետո մարդը չի ծերանում, գիտես, չէ, դες բան կա, օրինակ մարդը ինձ թվում է չի ծերանում, ուղղակի այս բանը, այս կարկասը էլի, այս կառոպկեն լավ չեն արտադրել, շուտ է մաշվում, այնտեղ անդադ երիտասարդ է, չէ մարդը։ Պարզապես որոշ բաներ էլ չի կարողանում անել, սկսում է կամաց ինչ-որ բաներից հրաժարվել, օրինակ ծառ բարձրանալ էլ չի կարում, հրաժարվում է, չէ, վիշկայից գլխի վրա թռնել ջրի մեջ հրաժարվում ես, կամաց հրաժարվում ես, հետո վերջո դանդաղ հասնում ես այն փայտին, հետո տենց, բայց էլի ուզում ա մի բան անի, բայց էս չի դիմանում։ Հիմա մեր այդ ալանել այդ աղջկերքից է, որ դիմանում է ինձ էլի։ Բայց նաև շատ մարդիկ ասում են, որ ամենավատ հիվանդությունը դա կարոտն է, չկա կարոտից ավելի վատ հիվանդություն, համամիտ եք։ Այո, իհարկե համամիտ եմ, դա սպանում է մարդու ամենամեծ հիվանդությունը դա է, բայց ես դրա մասին ուզում եմ ասել, ես հասկանում եմ դու ինչի մասին, ուզում եմ շատ նուրբ ինչ-որ մոտենաս այդ թեմային, բայց ես հիմա պատասխանեմ ու դու կհասկանաս, որ պիտի կարողանաս այնպես ստեղծել քեզ, այնպես հնարել, դու քեզ ինքդ այնպես կառավարես, որ դրա մասին քիչ հիշես։ Ստացվում է։
Այո, ես կարողանում եմ դերասանը կարող է այդպես անել։ Եթե անընդհատ ես գնամ այնտեղ, այն ինչի մասին որ դու էիր ուզում հարցնել, ես քեզ կանխեցի, այդ իմ չես կարող ապրել, չես դիմանա, դրա անունը բանա, ցավ, այդ ցավին։ Հետո բաներ կա, որ օրինակ դու տես դրա մասին չգիտես, ես գիտեմ, ես ասեմ կարող եմ Աստված չանի, բայց լավ առումով զգաս որտեղ է քո հոգին։ Օրինակ ես իմը զգացել եմ, այստեղ է, այս սրտի քիչ այս կողմը, այս ներքևը, այստեղ է, նեցա ցավում ինքը նենցա ցավում, ցավից sense չգիտեմ, ցավում է ուղղակի, ոնց օրինակ մարդու մոտ ինչ որտեղ ցավում։ Հետո ես հասկացա, որ այդ հոգին կա, որովհետև ես նրա հետ հանդիպեցի, դեպքերը որ մեզ հետ եղել էր, ես միամիտ այսպես մտել էի լոգարան, դուռը փակում ես, չէ՞, փակել էի, հետո լվացվում էի, հետո մեկը ձեռքը այսպես այդ օրերն էին, այսպես դրեց ձեռքը սենց ուսիս, այսպես, սենց շուրեք, տեսա մարդ չկա, հրաշեցի, ինչ էր, հետո ամաչեցի վերկենամ վերև այնտեղ որ դուրս եկա, որ ինչ որ ասեմ, սենց բան եղավ, որովհետև այդին վրով չի, էլի գնամ սկսեմ պատմել։ Ու տենց իմ մեջ մնաց, բայց այսօր առիթը եկավ, քեզ ասեցի։ Որ ասեմ այնց մի աստվածապաշտ եմ, հավատացյալ եմ, չէ, բայց այնց լիքը աղոթքներ գիտեմ, պրոֆեսիայի բերումով շատ։ Բայց սկսեցի հավատալ, որ այդ հոգիները կան։ Ու եթե դա կա, վերջում, եթե դու պետք է իմանաս, որ դա կա շատ լավ է, իսկ եթե չկա, ուրեմն պետք է հիշենք Շեքսպիրին, որ մնացյալը լռություն է։ Պարոն Մարության, ծորնիկ ունեք։ Այո։ Այդ նոր սկիզբ դրեց կյանքում։ Ես գիտեք ոնց էի սպասում այդ ծորնիկ ասացին, ահա որ սրտատրոփ էի սպասում, որովհետև ես համոզված էի, որ դա ինձ ինչ որ մի նոր ուժ է տալու։ Հետո այդ ուժը նենց չի, որ ես տենց առավոտի սիրի գունդ, չէ, ներքուստ ես դա ինձ պետք էր նորից կայանալու համար։ Ինձ պետք էր նորից կարողանայի շարունակել ինչ որ բան, չէ որ ես դեր խաղամ, դերեր խաղամ, ես ինչ որ բաներ անեմ, ես իմ պրոֆեսիան, մեր պրոֆեսիան այնպիսի պրոֆեսիա է, որ դու դա կարող ես միջև վերջի, կարող ես բեմի վրա խաղալուց մահանալ, չէ, դերասաններ կան, երազում էին, ունը Փափազյանը երազում էր բեմի վրա մահանալ, ասենք Մակգրեգոր էր խաղում, վերջում Մակգրեգորը մահանում է, ինքը դա խաղում էր, եւ ամբողջ թատրոնը սրտատրոփ դասում էին, թե այդ վերջի Մակգրեգորը որն է, որ ինքը պետք է բեմի վրա մահանա, բայց տենց էլ չստացվեց։ Բայց կան դերասաններ, որ բեմի վրա են մահացել։ Դուք ունեք երազանք բեմի վրա մահանալու կամ ձեր երազանքը ո՞րն է։ Ես մահանալու հաշվով ոչ մի բան չեմ ծրագրել։ Դե որովհետև ասում եք շատ արտիստներ կան, որ ուզում են բեմի վրա մահանալ։ Ես դրանց կողմնակիցը չեմ, որովհետև ես մի ուրիշ բանել եմ մտածում, որ ինչ զադանյա որ տաս քեզ, ինչ խնդիր դնես քո առաջ, դա միջև չկատարես չես գնալու, ուրեմն աշխատիր այնպիսի խնդիր դնել, որ դա Ինչ խնդիր եք դրել այդ դեպքում դուք ձեր առաջ, ավելի քան 100 դեր եք մարմնավորել այդ այսօր ամենամեծ հաջողություններից մեկն է։ Հիմա օրինակ խնդիր է, էլի, հիմա լիրարքա եմ փորձում չխաղամ, ինձ թվում է, որ ես հասել եմ դրան, որ կարող եմ Երբ եք խաղալու։ Ասում են մարտին, հիմա հարցը դրանում չի, հարցը նրանում է, որ մեկ ինձ հարցնում են, որ լավ չի ճանաչում ինձ, կամ իմ դերերը չի տեսել, քանի դերյան ասեցիր Ջոն Արքա, Գոյա, պատվի համար Էլիզբարով, Ոտքի դատարանն է գալիս, Զիմզիմով, դրանք մանան էլի, նենց լավ դերասանի դերեր են,
Պիտի ասեն գնացել նստեինք Իրանագովում, ոչինչ։ Ուրեմն ինձ որ մեկ ասում են ոնց եք խաղալու, ման ասում դու մի անհանգստացի, ասում եմ ես այդ լիրարքայի բոլոր տեսարանները ուրիշ դերերում արդեն խաղացել եմ։ Ինձ մնում է դրանք հավաքել միտեղ։ Այդպիսի բաներ կան։ Պարոն Մարության, դուք ասացիք, որ մարդը եթե ինքն իր առաջ մի խնդիր է դնում, մինչև դա չկատարի, այսպես ասած, իսկ պիտի այնպես անի, որ այդ խնդիրը կատարի, դա այդ ճիշտ է հասկանում։ Եվ այդ ծրագիրը գնում է վերև, այնց օդի մեջ մնում է։ Այսինքն պետքա ցանկացած խոչընդոտ դժվարություն կարողանաս հաղթահարել, չէ՞, որովհետև միշտ չի, որ այդ ծրագրերը իրականացնելը հեշտ է լինում։ Շատ հաճախ շատ։ Ուրեմն այսպեսի մի բան է գրել Մաքսիմ Գորկին, հանճարեղ բան ասեմ։ Այնտեղ գող վայսկա կա։ Միջալից Գորկու հատակումում ես լավագույն դերերիցս մեկն է, բարոն եմ խաղացել։ Ասում է վայսկա Պեպելին, վայսկա Պեպելը հարցում է Լուկային։ Լուկան ուղեղն է, խելքն է այդ ներկայացման։ Ասում է Լուկան ասում է ինչու դու գող դարձար, ասում է Վասիլի։ Դե ասում է ինչ ասեմ, հայրիկ ջան, ասում է բոլորը մանկությունից ասում է ինձ ասում էին հայրս գող էր, ասում էին գող վայսկա, գողի տղա վայսկա, դու գող ես դառնալու, գող։ Մենք ասեցին ես էլ գող դարձա, ասում է մեկի մտքով չանցավ, որ ասեր վայսկա, դու լավ տղա ես, հայրդ գող է, բայց դու կարգին մարդ ես դառնալու, այ որ ասեին գուցե դառնայի, հասկանում ես, այդպիսի խնդիրներ կա, որ ուր են մղում քեզ, ուր ես գնալու դու։ Բավական է մարդու մասին ասեն մարդը գժվել է, բոլորը իսկույն սկսեն հավատալ։ Չէ, գժվել է ինքը, բոլորը հենց մի ասես բան անի, ասեն, հանա տես գիժ ասենց արեց։ Իսկականից որ գժվել է, լենայի բաժակը թարց բռնեց։ Այսինքն սարքել կարելի է, պետք է դու կարողանաս ճիշտը։ Ոչ միայն քո մասին, շրջապատիդ մասին։ Են ոնց ասիր սկզբից, բարի է պետք լինել, բարությամբ պիտի հաղթենք։ Իսկ կարծում եք, որ արվեստը, թատրոնը, երաժշտությունը կրթում է մարդուն, վերադաստիարակում է, փոխում է։ Այ քո խիղճը կդր։ Ինձ թվում է, որ բոլորը պիտի սկսեն թատրոնից։ Իհարկե, օրինակ տես, մենք գործի բերումով, չէ, գործի ասում ես 100 դեր եմ խաղացել, չէ։ Բայց 100 հոգեբանական տեսակի մարդու հետ եմ շփվել։ Ամեն մի դերը, մի կերպարը ուրիշ հոգեբանություն ունի։ Ես խորացել եմ դրա մեջ, ուսումնասիրել եմ, չէ։ Դա տենց չի, որ դերը տվեցին անգիր արեցի ու խաղացի։ Լավ է կանում, լիքը տենց կան, անգիր անում են, խաղում են։ Կան եւ հատուկ խմբեր, որոնք շատ ուժեղ ծիծաղացնում են։ Լավ են անում, բայց դա էլ է արվեստ։ Դա էլ է տեսակ արվեստ է, չէ։ Բայց կա եւ խորը արվեստ, որ խորանում են։ Դե կա Մոցարտ, կա Բախ, չէ, հետո կա էստրադային մի կոմպոզիտոր, որ էստրադային երգեր է գրում, բայց մեկը սկիզբը նա է ակունքը, չէ, Մոցարտն է, Բախն է, Բեթհովենն է։ Եվ այսպիսի մի հարց էլ պարոն Մարության եւ ամփոփենք մեր զրույցը, ասում են ժամանակին եղել են տարիներ առաջ թատրոնների, օպերաների արչև հերթեր են եղել տարիներ առաջ։ Հիմա ասում են նույն թատրոնը, օպերան իրենք են ապրում, իրենք են մնացել հանդիսատեսի հույսին, կա այդպիսի բան թե չէ, եւ ինչ անել, որ նորից այդ թատերական վերածնունդը լինի։ Մենք ոչինչ պետք է չանենք, այդ վերածնունդը ժողովրդի մեջ արդեն սկսել է։ Ինչի, որովհետեւ ժամանակին հանճարներից մեկը Ավետիք Իսահակյանն ասել է, որին այն ժամանակ էլ, չէ, ինքը փախել էր Ֆրանսիայեն, մեկը չգիտեմ ինչ, հեղափոխություններ այս երկրում ծրվել էին ամբողջ աշխարհում եւ Իսահակյանը գրեց. Ես ձեզ ասում եմ, կգա ոգուսով եւ դուք կքաղցեք ճոխ սեղանի շուրջ։ Հետո եկավ այդ վերածնունդը։ Հիմա այդպես է, ժամանակները փոխվում են։ Հիմա ես համոզված եմ, որ գալու է այդ ոգուսովը, որովհետեւ երբ որ ես միջալոց ես երիտասարդների հետ ընկերություն եմ անում, հրավիրում եմ թատրոն, իրանք փոխվում են։ Ասում եմ, պարոն Մարության, այս ոնց որ ուրիշ բաներ, հա, ուրիշ բաներ, որովհետև թատրոնը
ճշմարիտ արվեստ է, կենթանի, այս պահի արվեստ է, այս վարքյանին ազդում քո վրա։ Ու դու այդ վարքյանին զգում ես կենթանի շունչը։ Դա անպայման վերադառնալու է, ու կինոն բան կփոխվի, ամեն ինչը, թատրոնը չի փոխվելու։ Թատրոնը նորից հաղթելու է բոլորին։ Հիշեք իմ խոսքերը։ Չի կարող մի անգամից ես խաղում, մի անգամ ես խաղում։ Կրկնել չկա, պավտոր չկա։ Այս պահին ես խաղում, այս պահին պիտի զգաս, պիտի անես, չարեցիր, չպիտի ասես մի րոպե մի հատ տրամադրվեմ։ Չկա տենց բան, բարդ տեղա, հզոր տեղա թատրոնը, մեծ արվեստի տեղա թատրոնը, շատ բարձր արվեստ է, էլի, որը պիտի մնա, այնպես ոնց կարող է բանի նկարը, Միքելանջելոյի, չգիտեմ, Տիցիանի նկարը կամ Այվազովսկու բանը նկարը 9-րդ ալիքը, ասեն լավ ալիք չի, չկա, դա կատարելությունն է, նույնը թատրոն հասկացողությունն է։ Մարդիկ սկսել են խառնել թատրոնը, ռեպերտուարային թատրոնը սկսել են խառնել ուրիշ հանակչի բաների հետ, մի խառնեք։ Նա իր տեղն ունի, թատրոնը իր տեղն ունի։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի վաստակավոր արտիստ մեր ժամանակների լավագույն դերասաններից մեկն էր Արմեն Մարությանը, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։